Տեր արժանի է բարգերի գովեսների։ Եթե նայում ես այս շինությանը, մտածում ես դա մի օրում չէ, շատ դժվարություններով վերջը գործը կատարել։ Ինչ վերաբերում է իրոք, որ ինչպես եղբայրները Տիրոջով ասեցին, Աստված թող օրհնի բոլորին, ովքեր իրանց գումարը ներդրեցին, ովքեր իրանց վերջը ուժը ներդրեցին, քույրիկները, կերակուրները հագին ոնց ասած մատակարարեցին, Աստված անպայման պետք է օրհնի ձեզ։ Ինչպես եղբայրներից մեկն ասեցին, պապան այդ խոսքը միշտ կրկնում էր, ով որ Աստծո տան վրա մի քար ավելացնի, Աստված իր տան վրա 100 քար կավելացնի։ Թող Աստված օրհնի։ Ես մի բան գիտեմ, որ ովքեր ինչ որ ներդրեցին, ներդրում արեցին, կա ձեզանից մեկը, որ փոշմանել է։ Դες բանը չեն նկատել։ Բայց գիտեք ովքեր պետք է փոշմանեն, ովքեր պետք է զղջան, որոնք որ ունեին, բայց չարեցին, ունեին, բայց ներդրում չարեցին, բայց արդեն ուշ է, բայց էլ ուշ չի։ Էլի ժողովատեղեր կան, որոնք օրինակ մեր աշտարակի եւ վերջերս հող են առնելու, որ ժողովատեղ սարքեն։ Գիտեք ինչ կարևոր բան է սա։ Ժողովատեղը նրա համար է, որ մարդիկ ան փրկվեն, մարդիկ ան ապաշխարեն։ Միայն մի դեպքում է երկինք ուրախանում հրեշտակները, երբ որ մի մեղավոր դարձի է գալիս։ Չի գրված մեռել հարություն առավ, հիվանդը բուժվեց, անդամալուծը բուժվեց։ Միայն մի դեպքում նորից են կրկնում, երբ որ մի մեղավոր դարձի է գալիս։ Հնարավոր է, որոնք որ ներս մտան ասեցին, այս Արոն եղբայրս հետ կան սույներ անել, սույները պատրաստել չէ, սույները կողքի։ Սույնը նրա համար է ամրության համար է։ Եկեղեցին էլ պետք է սույն ունենա, դա ամրության համար է։ Դրա համար ուզում եմ կարդալ բոլորիս համար, որ Պողոս առաքյալը Տիմոթեոսին գրում է։ Սա գրված է Առաջին թուղթ Տիմոթեոս 3 գլուխ 14 խոսքից։ Այս բաները կգրեմ քեզի հուսալով մոտերս քեզի գալ։ Բայց եթե ուշանալու լինեմ, որպեսզի իմանաս, թե ինչպես պետք է քեզի Աստծո տան մեջ պտտել, այսինքն գործել, պտտել նշանակում է ծառայել, գործել, որ կենտանի Աստծո եկեղեցին է, ճշմարտության սույնը ու հաստատությունը։ Այն եկեղեցու սովորաբար կա ճշմարտություն, կա մաքրություն, կա սրբություն, սա ամուր եկեղեցի է։ Ինչ էլ դժվարություններ որ լինի, հնարավոր չի վնասել։ Այստեղ պետք է աղոթները շատանան։ Ձիարշավում Ջարբախի ժողովատեղում օրը 3 անգամ Արոն եղբայրներ ամբարձում եղբայրներ բոլոր սպասավորներ։ Օրը 3 անգամ նույն մարդիկ հնարավոր է առավոտ մի ժամ, երեկոները մի ժամ, ժամը երեկոները 10-ից 11:03 ես նորից այդտեղ աղոթքի է։ Մի ժամ, 3 ժամ մարդիկ կան, որոնք աղոթում են։ Այդ ժողովատեղը ծառայում աղոթքի։ Պատահական չէ, որ Տեր Հիսուս ասեց մի կարևոր բան, շատ կարևոր, բայց ուզում եմ դա կարդալ։ Սա գրված է Ղուկաս ավետարան 21:33-ից, Ղուկաս 21:33։ Երկինք ու երկիր պիտի անցնեն, բայց իմ խոսքերս բնավ պիտի չանցնեն։ Իսկ դուք զգուշացեք ձեր անձերուն, մեզ է ասում Տեր Հիսուսը։ Չելի որ սիրտներդ կերուխումով ու գնովությունով եւ աշխարհային զբաղմունքներով ծանրանա ու հանկարծակի այն օրը ձեր վրա հասնի, վասնզի բոլոր երկրի երեսը բնակողներուն ամենու վրա, որոնք այդմե պես պիտի հասնի, ամենու վրա, որոնք այդմե պես պիտի հասնի, ուստի արտուն կեցեք, արտուն կենալու պայմանը, ուստի արտուն կեցեք, ամեն ատեն աղոթ կրեք, որ արժանի լինեք այն բոլոր լինելու բաներեն ազատվելու եւ որդու մարդու արջե կանգնելու։ Ձորեկները տաճարի մեջ սովորացներ եւ գիշերները կելեր ձիտնացված լեռը եւ կենար եւ բոլոր ժողովուրդ արուտնած կանող իրեն կերտային տաճար իր խոսքերը լսելու։ Այդքան բանից հետո բարձրանում էր աղոթքի։ Աստված օգնի կազմակերպեք ուժեղ աղոթքի կյանք այս ժողովատեղում փառք Աստծո։ Աստված տվել է ձեզ, դա պարգև է։ Եմ մի բաներ կասեմ ուղղակի, որ Պողոս առաքյալը իրոք շատ հանգստացած էր, թե մի կարևոր աղոթք էր անում։ Այդ աղոթքը պետք է մենք միշտ անենք, եղբայրները պետք է շատ աղոթք անեն։ Դա կարևոր է բոլորիս համար։ Սա գրված է Ֆիլիպեցիս թուղթ, առաջի գլուխ Ֆիլիպեցիս, առաջի գլուխ 9-րդ խոսքից, առաջի գլուխ 9-րդ խոսքից կարդում եմ ինձ համար եւ ձեզ համար։ Եվ այս աղոթքը կենեն, եւ այս աղոթքը հատուկ աղոթք անեմ։ Այս աղոթքն եմ անում, որ ձեր սերը հետս հետի ավելի շատանա։ Սերը եկեղեցու մեր մեջ շատանա, օրեցօր շատանա։ Ինչպես գիտությունով ու բոլոր ընտրողությունով
որպեսզի դուք տարբեր բաները զանազանեք, որպեսզի մինչև Քրիստոսի օրը անկեղծ եւ առանց գայթակղության լինեք։ Արտարության պտուղներով լեցված Հիսուս Քրիստոսի ձեռքով Աստծո փառքի գովեստի համար։ Եղբայրներ, քույրեր, ինչ որ մեր կյանքում կատարվում է, դա Տիրոջից է։ Մարդը չվերագրի իրան։ Արտարության պտուղները Տիրոջից է, որ լեցվում մեր կյանքի մեջ, եւ այդ բոլորը պետք է ինչի ծառայի։ Հիսուս Քրիստոսի ձեռքով է դա Աստծո փառքի գովեստի համար է, որ Աստծո փառք ամեն մեկի լինի։ Աղոթքի շնորհքով թափի։ Մի բան խնդրեմ Հարուն ջան, համբարձում եւ եղբայրներ։ Դուք գիտեք, որ աշխարհում բաժանիկներ կան, չէ՞, բաժանիկներ։ Եղբայրը Սամվելը որ կարդաց, այնտեղ չկա գրած, որ ասենք որ կրակը որ վառվում է, փոխկետ բերել եդրոներով ջուր դնել, դրա կարիքը չկա։ Երբ որ Սուրբ Հոգու կրակի չնի, եկեղեցում զգուշեղի բաժանիկներ չլինեն հանգարցան, այդ կրակ հանգցնեն, կանգնեք աղոթքի։